համարվում է երկրի ապագայով, երկրի այսօրով մտահոգ մարդիկ, ձեր մոտ թույլ կարծիք թող ստեղծի, որ ոստիկանները բողոներ չեն։ Դու ես նկատություն ունես, հասարակության ինչ-որ մի հատված է փորձում ոստիկաններին այդպիսին, ոստիկանները այդպիսին չէ, ձեզանից մեկն է, եւ երբ ուզում եք որ ձեզ հարգել, պետք է հարգեք նաեւ ոստիկաններին նրանց աշխատանքը։ Այսօր բոլորը գովաբանում եք այն կնոջը, որ երեք Երևանի ոստիկանապետի գլխից գլխարկը գողացել եւ այլանդակ եսի ինչեր էր։ Նրանց պետք է պախարակել ձեր շարքերից արել ու դուրս տանել։ Այդ ժամանակ բոլորս ձեզ կծառայեն։ Ինչպես մենք մեր շարքերից ենք տականքից ազատ։ Այս այ անդամն մեր բանջը։ Մենք ազատվում ենք, դուք չեք ազատ։ Դուք հասարակությունը կոնկրետ դեպքում հանրահավաքի մասին եք։ Իսկ կոնկրետ մեր գործողություն է դառնում շատ կատաստրոֆալ ինչ որ արկածների հաշվին հաշվին է դեպի կարգավորները եւ հասարակական կարգ է աշխանում դու ասեցի դրա համար գործառույթված եւ այդ ծառայական քննությունները պատժողներ լինելու են ինչի մասին պատշաճամկետներում իրազեկվելու բայց ինքնամաքրման գործընթացը ենթադրում է երկկողմանի ինքնամաքրում հասարակության ինքնամաքրում այդ բաղձը ագրեսիան որ կուտակել են իրանց մեջ սա այն վայրը չի որ կա հասկանում ես մարդիկ եկել են արդարացի պահանջը փորձում են շեղել տանել տարբերությունները լիքը օրինապաշտ քաղաքացիներ են տեսել երիտասարդների որոնց հետ շփվելուց հաճույք է բայց նրանց զուգահեռ նրանց կողքին տեսնում են ստահակի, տականքի, որոնց հետ բազմաթիվ անգամ առաջվել են։ Դրա մասին հանրահավաքի կազմակերպիչները համակարգող խմբին տեղեկացրել են եւ շատ խիստ պահանջել են ինքնամաքրվել նրանցից։ Դրանք իրանց եւ իրենց պահանջների կատարմանը բարիք չեն բերում։ Մենք տեղեկացնում իհարկե ախր հասկանում եք հանրային միջոցառում անցկացնելը հատկապես երիտասարդների կողմից ենթադրում է լուրջ նաև պատասխանատվություն իսկ այդ պատասխանատվությունը ես չեմ ուզում թողնել նրանից մենք այստեղ ենք որ ոչ մի միջադեպ չլինի բայց մենք չենք կարող չմիջամտել որ երբ որ մենք դուք տեսնում եք մեր միայն տեսանելի է կա նաև անտեսանելի է որի մասին ցավոք սրտի շատ դեպքեր մենք անտեսանել մի քիչ դեմագոգիա վերածել ես էլ հարցով հարցել ինչպես եք վերաբերում երբ որ 17-ամյա հայ աղջնակը համերում է ոստիկանին այն հարցը իհարկե ոստիկանի հետ արարքի շահմատով բայց դուք էլ այն մյուս իմասած արարքի եք վերաբերում մենք նրանց նորմալ ենք վերաբերում բայց իրենք հիմա լսեք խնդրում եմ ուշադիր լսեք որևէ մեկի վատ արարքով հանրահավաքի մասնակիցներից մեկի վատ արարքով ես կարծիք չեմ կազմելու հանրահավաքի բոլոր մասնակիցների դուք էլ կարծիք մի կազմեք մեկ կարգազանց ոստիկանի ոչ նորմալ դաստիարակված ոստիկանի ոստիկանությունը շարքերով լավերը գերակշիռ մասնակից ձեզ էլ ոստիկանության վերջին տարիների բարեփոխումները տեսանելի են Ուր պետք է մարմինի, եթե տեսանելի չեն։ Արդյոք սա 10 տարի առաջվա ոստիկանից, 8 տարի առաջվա ոստիկանից, հաստատ չէ։ Ոչ, բայց մի մեկի հավերինակով ես դա նույնիսկ գնդապետը որ ինչն է։ ես կադրեր ունեմ, որտեղ գնդապետը գնդապետը պատժում է։ ինֆորմացիայի շնչելը մեր բոլոր կամերաներից Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնց իսպես կային իրավասու չեն պատասխանելու այն առումով, որ սպառիչ պատասխան չունի, ծառայական քննություն անհարմար, որի ավարտով կունենանք այդ հարցերի բոլոր պատասխան։ Կունենանք մեծանունով և կարգավորներ։ Այո, սպասեք ավարտվեց ծառայական քննությունը, նախաքննությունը, այդ տեսեք դուք ուստեք 2 րոպեում չի լինում ժամկետներ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ նաև գիտեք ինչ մեր տղաներ են ովքեր շարքում կանգնած քիչ ոչ թե ես ինչի համար ուղղակի իրանց հարցեր չկա իրանք իրանց առօրյա աշխատանք են կատարում
Շնորհակալ եմ։